Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Բարևում եմ բոլորիդ, սկզբի համար խնդրեմ դրել ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի վճիռը, որի արդյունքներում Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, հա, սա լուսավոր կետն է, իսկ որ ասում եմ վատ կողմը այն է, որ Վարդան Ղուկասյանը ցավոք սրտի պետք է լքի Միացյալ Նահանգների տարածքը։ Ես մի անգամից կուզենամ հայտնել, որ ճշգրտման կարիք է պետք, քանի որ այնտեղ ասվում է, որ Հայաստան չի արտահանձնվի, ես կխնդրեմ Լևոն Բաղդասարյանին ամենայն հարգանքով, բայց պարոն Բաղդասարյան, մենք ունենք ձեր կարիքը, մենք ունենք ձեր խոսքի եւ ճշգրտման կարիքը եւ մենք պետք է իմանանք, որ նույնպես Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Ռուսաստան, քանի որ Վարդան Ղուկասյանի Facebook-յան ալիքը միլիոնավոր մարդիկ են հետևել, միլիոնավոր, կրկնում եմ, ոչ թե հազարավոր, միլիոնավոր մարդիկ են հետևել։ Կարելի է համարել, որ այդ մարդիկ նույնպես համառորեն պայքարել են արդարության համար եւ Վարդան Ղուկասյանի արդար դատավճռի համար եւ այդ մարդիկ արժանի են ճիշտ պատասխանը ստանան եւ ցանկացած գիտակից մարդ շատ լավ հասկանում է ինչ է նշանակում Ռուսաստան արտահանձնել, հիմա ես չեմ ասում որ տես բան կա ժողովուրդ ջան, սա ընդամենը ես կոչ եմ անում Լևոն Բաղդասարյանին ամենայն հարգանքով, բայց պարոն Բաղդասարյան, դուք եք այն մարդը, ով պետք է այս հարցին պատասխանի, դուք հենց Վարդան Ղուկասյանի դատապաշտպանն եք Հայաստանում, մենք ամերիկյան դատապաշտպանների հետ շփվելու հնարավորություն չունենք, մենք միշտ հետևել ենք ձեր խոսքին, մենք միշտ հավատացել ենք ձեր խոսքին եւ շարունակում ենք հավատալ, բայց կխնդրեմ երկուշաբթի օրը տեղի ունեցող ձեր մամուլի ասուլիսում ոչ միայն խնդրում եմ, այլ նաեւ պնդում եմ, որ անպայման անդրադառնաք այս հարցին եւ այս հարցի պատասխանը տակ մենք էլ մեր սրտերն էլ հանգիստ լինի, թե հետո Վարդան Ղուկասյանը որ երկիր կեթա ոնց կլինի բան, այս հարցերի պատասխանը մեզ պետք չի։ Մենք շատ լավ հասկանում ենք, մենք գիտակից մարդիկ ենք, մենք գիտենք, որ դա անվտանգության հարց է, որ չի կարելի իմանալ, բայց որ մենք պետք է հանգիստ լինենք, դա էլ է փաստ եւ միայն այդ հարցին կխնդրեմ պատասխանեք, որ այո, Վարդան Ղուկասյանը ոչ միայն չի արտահանձնվի Հայաստան, այլ նաեւ չի արտահանձնվի Ռուսաստան։ Դա շատ կարևոր հարց է։ Նախորոք շնորհակալություն։ Շարունակելով արդարության հարցը ժողովուրդ ջան, ուրեմն վերջի սպանությունը, հա, Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը, դա էլ բերեց ինչին, եթե մենք հավատանք այն ինչը որ հրապարակում է պաշտոնական կողմը վենդետա, հա, եթե հավատանք դրանք, դա էլ բերում է այն ինչը որ ես միշտ ասում եմ, ինչու Հայաստանում չկա արդարություն։ Հենց այդ արդարության պակասը բերեց նոր սպանության, այսինքն դուս ա եկել, որ միջև այդ եղել է ուրիշ սպանություն, եւ սպանության մեջ կասկածվող մարդը, հա, չեմ ասում, մենք անմեղության կարգավարկածը բան չենք անում, չենք տրորում։ Մենք հասկանում ենք, որ մարդ կարող է անմեղ լինի, հա, մենք չենք պնդում դա, բայց փաստ կա, որ մարդը եղել է այդտեղ, որտեղ սպանությունը եղել, մոտոզենք ա եղել, կրակել են այդ օրը եւ մարդը մացել։ Ինքնա կրակը ինքը չի կրակել, դրանք արդեն դատարանը պետք է որոշի, հա։ Բայց զենք մոտը եղել է, կռիվը եղել է ու մարդ մահացել է, ու այդ մարդուն դուք տալիս եք տնային կալանք։ Անարդար է, չէ՞, ինչու է այսա կասեք անարդար, եթե իր դեռ ապացուցված չի, որ ինքը մեղավոր է։ Այն նրա համար է անարդար, որ Վարդան Ղուկասյան օրինակի համար 7 ամիս է, թե արդեն 8 ամիս նստեց Հենդերսոն բանտում, ինչի համար, քանի օքի մարդ էր սպանել, քանի հատ մարդ էր մեռել, հա։ Քանի օքու վրա էին կրակ է։ Քանի օքու քթից էր արունեք է, ոչ մեկի։ Հիմա կասեք, բա գիտես ինչ կա, Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներում էր նստած։ Բայց այս ճաշը Հայաստանի, այս բորշը Հայաստանի ղեկավարությունն է թողել, հենց Հայաստանի կառավարությունն էր ստեղծել։ Ճիշտ է, բացա արդար է։ Որտեղ կա սպանություն, տնային կալանք եւ որտեղ չկա ոչ մի բան։ Բայց բանտարկյալ։ Եվ այսի սա միայն Վարդան Ղուկասյանին չի վերաբերվում։ Սա նաեւ կա Արտակ Սարգսյան, Անդրանիկ Արմանդարյան, Արտակ Սարգսյանին ինչի մարեք դուք տնային կալանք տվել։ Համի Արտակ Սարգսյանը գնաց միացավ Բագրատին, հա, դուք շատ լավ գիտեք ին վերաբերմունքը Բագրատի հանդեպ, չնայած հանուն արդարության ուզում եմ նշեմ, որ Արտակ Սարգսյանը եւ Գագիկ Թադևոսյանը ասում են, որ իրանք չեն միացել Բագրատին, իրանք միացել են ժողովրդին, հա, այսպես են ասում։ Մի խոսքով, որ մանրամասները հիմի sense չխորանամ, ես եթերներ ունեմ թե Գագիկ Թադևոսյանի հետ, թե Արտակ Սարգսյանի հետ, որտեղ որ դուք կարող եք մտնել եւ իրենց տեսակետներին ծանոթանել, այնտեղ իրանք հստակ պատասխանում են այս հարցերի պատասխանը, հա։ Մի խոսքով, միանում է, ես սենց եկեք ձևակերպենք, ոնց որ երևում է վիդեոյի մեջ, չէ, միանում է
Բագրատից հետո իրան ձերբակալում են մեղադրելով, որ մոտը զենք կա եւ արդեն ինչքան երկար ժամանակ է այս մարդը տնային կալանքի մեջ է, բայց իր դեպքում ոչ մեկ չի մահացել եւ եթե չեմ սխալվում, անգամ զենքը չի հայտնաբերվել, այնտեղ զենք կա, այնտեղ սպանություն կա, այնտեղ մարդ է զոհվել, չենք ասում ինքն է արել, բայց մարդ է զոհվել, բայց էլի տնային կալանք, բասա արդար է, բայց եւ երկիրը դու այդեւ անարդար երկրում դուք ուզում եք ունենալ հզոր պետականություն Անդրանիկ Արմանդարյան Անդրանիկին ուրեմն Անդրանիկը նայեք ուշադրի լսեք 1 տարի 7 ամիս եթե չեմ սխալվում ինքը նստել է բանտ բերդ դրանից հետո այս 9 ամիսա տնային կալանքում է ինչ արե ու միջև մի վճիռ չկա հələ չգիտենք ինչքան ժամանակ պետքա մնա այնտեղ հա Եվ վճիռ կլինի, ուրեմն կնիկ ունի, երեխա ունի, տունը պետք է պահի, երեխուն պետք է հաց տա, կանոջը պետք է պահի, դուք ընտանիքը քանդում եք, որ ինչ մարդասպան է, մարդածեց է, ում առողջությանն է վնաս հասցրել։ Ոչ մեկի, ուրեմն մեղադրվում է քֆուր տալու մեջ։ Արա քֆուր տալու մեջ մի տարի 7 ամիս նստել է, ուլը միջև մի տնային կալանքի մեջ է, հա։ Այնտեղ մարդ է մահացել ու տնային կալանքի մեջ է։ Զենքն էլ վրեն տնային կալանքի մեջ այս անարդարությունը հա այդ ընդ կապ չունի ժողովուրդ ջան հմին դե ով էր սկզբից մեղավոր ինչ ա եղել ոնց ա եղել խի ա եղել այդ դրանք մեր գործը չեն դա արդեն իրավապահ մարմինների գործն են որոնք որ պետք է այդ գործը անեին բացահայտեին սա ինչ ա եղել ոնց ա եղել խի ա եղել մեղավորը շուտվանից պետք է պատժված լինել մի խոսքով մեղավորը չի պատժվում մեղավորներից կասկածյալներից մեկը ոչ թե մեղավորներից այլ կասկածյալներից մեկը որի մոտ զենք ա եղել գտնվում է տնային կալանքում Այս մտնոլորտի մեջ գալի եւ վենդետա է կատարվում եւս մեկ մարդ է սպանվում եւս մեկ տան լուսա մարվում հա ճրակն է մարվում երեխեք են մնում անհեր եւ այսպես շարունակ եւ այսպես մենք մեզի կոտորում ենք հենց այն պատճառով որ Հայաստանում չկա արդարություն արդարադատություն վերջով Հայաստանում չկա այս դրա համար եմ ես ասում պայքարեք այդ արդարության համար այո շատ ժամանակ ու գեր մեծամասնության ժամանակ իմ տեսակետները իմ քաղաքական գաղափարները համ չեն ընկնում Վարդան Ղուկասյանի հետ ընդհանրապես բայց ես ոչ չեմ պայքարում Վարդան Ղուկասյանի գաղափարների համար ես պայքարում եմ հանուն այդ արդարության իմ պետականության համար եմ պայքարում որտեվ ես գիտեմ այն պետականության մեջ այն երկրի մեջ որտեղ որ չի գործում օրենքը որտեղ չկա արդարություն եւ արդարադատություն այդ երկիրը չի կարող կայանալ այդ երկիրը չի կարող ունենալ հզոր պետականություն մի հատ երկիր աշխարհի վրա ցույց տվեք որ օրենք չի գործում ինքը հզոր երկիր է չկա այդպիսի երկիր բոլոր այդպիսի երկրները ինչ որ մի երրորդական, չորրորդական երկրներ են ու ոչ մեկ էլ իրանց տես լուրջ չի վերաբերվում։ Փակ երկրներ կարան լինեն, իրանք իրանց մեջով, իրանք իրանց տան առնեն այդպիսի երկրներ։ Չկա որևիցե մի երկիր, որը օրենքի երկիր չի, ու ինքը լավ երկիր է։ Չկա տենց երկիր։ Մեր երկիրը պետք է լինի օրենքի երկիր։ Եվ դրա համար առաջ երթին պետք է պայքարենք հանուն արդարության։ Դուք շատ լավ գիտեք նաև Միքայելի հանդեպին վերաբերմունքը։ Խոսքը Գյումրիի թեմի առաջնորդի մասին է։ Հիմի ես լրիվ ճիշտն ասած զարմացած եմ, որովհետև ես լրիվ ուրիշ դատավճիռ էի սպասում, ես լրիվ ուրիշ պատիժ էի սպասում այդ մարդուն, ոչ թե 2 տարի ազատագրում։ Հիմի դու 2 տարի ազատագրում եք արել իր կոչերի համար, հա, որը որ ես չեմ արդարացնում, դա հանցանք է, բայց 2 տարի տանում ես դատես ինչի համար։ Ես սպասում էի այ իր դեպքում տնային կալանք էի սպասում, վարչական տուժ էի սպասում, հա։ Ես սպասում էի, որ մենք վերջապես կունենանք կաթողիկոս, եւ վերջապես խելքը կաշխատցանի եւ փիլոնազուր կանի, հա, այդ ձևի բաներ էի ես սպասում, բայց 2 տարի փագիկ այդ մարդուն ինչի համար։ Ինչի համար եք տարե փագի 2 տարի։ Այն դեպքում, երբ որ Հայաստանում բարև ռոբ տալու համար մարդ հասպանվել, ոչ մեկ պատիժ չի կրել, հա, մարդ հա մահացել, արա։ Ոչ թե միայն հայտարարություն է արվել, այ մարդ հա մահացել, մարդ են սպանել։ Մարտի 1 ա եղել 10 հոգի ա եղել, հա, սպանել են, 10 հոգի են սպանել, ոչ մեկ բան չի արել։ Ոչ մեկ պատասխանատվություն չի կրել։ Հոկտեմբերի 27 ա եղել, սպանություն ա եղել, երկրի վարչապետին են սպանել վերջով երկրի, հասկանում եք։ Ոչ մեկ չի բան արել, պատասխանատվություն չի կրել։ Վազգեն Սարգսյանին սպանել են, ոչ մեկ պատասխանատվություն չի կրել։ Դուք հիմի եկել եք Միքայելին 2 տարի դատում եք։ Ինչի համար։ Այո, Միքայելը պետք է պատժվի, բայց ես սպասում եմ պատիժ, սպասում էի պատիժ հոգևորական այդ օրենքներով,
Իսկ իրավական օրենքներով ես սպասում եմ, չգիտեմ, մաքսիմում տնային կալանք եւ վարչական տուժ։ Հա, որ ասում զգուշացում, դեղին քարտ, բայց ոչ թե 2 տարի տանես փակես, մտում ինչ։ Այն Բագրատին հələ հասկացանք, ինի լրիվ հակահայ մարդ է։ Ես որ ասում եմ արդարության համար եմ պայքարում, սա վերաբերվում է բոլորին։ Անկամ այն մարդկանց, ում հանդեպ ես բարի դրեացիական տրամադրված չեմ։ Եվ այդ մարդկանցից մեկը Միքայելն է։ Եվ ես հիմա պահանջում եմ, նայեք, հիմա ես պահանջում եմ փոխել խափանման միջոցը, որտեվ դա ճիշտ չէ, դա արդար չէ։ Դա արդար չէ։ Արդարիցի կլներ, եթե կաթողիկոսը կանգներ եւ փիլոնազուր կաներ, այո կլներ արդարացի։ Արդարացի կլներ, եթե վարչական տուժ նշանակային, այո կլներ արդարացի։ Որտեւ իր հայտարարությունները համորենքի խախտում են, համ էլ ոչ հոգեվորականին վայել արտահայտություններ։ Ինչու ոչ հոգեվորականին վայել արտահայտություններ։ Ես ուզում եմ հիշեցնել, մի հատ եկեք լսենք իրար հետ։ Մատ մեկ վարքյան ժողովուրդ ջան։ Այս մեկը, ահա։ Լսենք։ Սերը որ մայրն է բոլոր բարիքների մարդկային կյանքի մեջ առհասարակ։ Նաև հասարակական կյանքում այս դեպքում սերասելով պետք է հասկանանք երևի հատկապես եղբայր սիրությունը։ Մենք բոլորս, դուք բոլորս միասին մեկ ազգի հարազատ զավակներն ենք։ Ամեն բանից վեր եւ անգախ ամեն տեսակի տեսակետներից եւ քաղաքական դիրքորոշումներից։ Իսկ սկզբանե մենք մեկ ազգ ենք եւ հետեւաբար նույն ազգի զավակներն ենք համախմբված Սուրբ Արարատի լանջերի շուրջ հազարավոր տարիների ի վեր նախաստեղծման շրջաններից սկսյալ։ Վազգեն առաջին, լսակ։ Հիմի հասկացաք տարբերությունը հոգևորականի, հա, խոսքերի եւ ոչ պաշեջ հոգևորականի։ Այս դրա համար ես ասում եմ, ես լրիվ ուրիշ պատիժ էի սպասում, բայց քանի որ մենք կաթողիկոսել այսօր չունենք եւ նա չի կարողանում հոգևորականին վայել որոշումներ կայացնել, այ ինքը դիկտատուրա է ստեղծել Հայաստանում իր հոգևոր կյանքում, հա։ Ամի ես մի հատ էլ բան ասեմ, այն մարդիկ ովքեր որ ասում են հոգևորը կրոնի հետ մի խառնեք, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր կրոնը, հա, քրիստոնեությունը, դա հոգու փրկության մասին է, այսինքն այո, ես ճիշտ եմ ասում, հոգևոր։ Դա սիրո եւ հոգու փրկության մասին է, ոչ թե մարմնի փրկության, մարմինը փրկություն չունի։ Դու ժամանակավոր ես։ Այն ինչը որ հավերժը դա հոգին է։ Եվ մեր քրիստոնեությունը, հա, մեր կրոնը հենց հոգու փրկության մասին է։ Ես չգիտեմ ով ինչ հաձես պատմել, ով ինչ հաձես քարոզել, այն մարդիկ որ ասում են հոգևորը մի խառնեք կրոնի հետ։ Ով ինչ հեքիաթներ ձեր ականջին շշնջացել, բայց ես մի բան հաստատ գիտեմ, որ մեր կրոնը հոգու փրկության մասին է, հոգու փրկության, սիրո եւ հոգու փրկության, հոգու հավերժության մասին է, այլ ոչ թե մարմնիտ մասին է, հա, այս ֆիզիկական աշխարհի մասին է։ Այդ դրա համար ես որ ասում եմ հոգևորական կյանքում, ես հենց էդ էլ նկատի ունեմ ու ես հենց ճիշտ էլ արտահայտվում եմ։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, դուք լսեցիք Վազգեն առաջինի խոսքերը, իրական հոգևորականի եւ ազգին միացնող մարդու խոսքերը, ով հատ-հատ նշում է, որ ես, հա, որտեղ որ ասում է, որ կապ չունի քո տեսակետները, քո գաղափարները, արա մենք հայ ենք, մենք պետքա միասնական լինենք, կապ չունի դու էսյանից ես, էյանից ես, նրանից ես, թե նրանից ես, մենք հայ ենք, մենք պետքա իրար սիրենք, մենք պետքա իր համախմբված լինենք, այդ որ ասում եմ սիրո կրոնա, հա, այնց դրա համար եմ ասում, հա, որ մենք պետքա իրար սիրենք եւ իրար համախմբված լինենք, մեկ բռուցք լինենք,
Ես բառացիորեն չեմ ասում, այլ իմաստն եմ ասում։ Իսկ այստեղ մարդ ասում է հելեք եւ գնդակահարեք։ Այս դրա համար ասում եմ, իր ասածները ընդհանրապես հոգևորականի շրջանակում, հա, հոգևորականի իմ պատկերացրած մաքուր հոգևորականի մտքում անգամ չպետք է լիներ, բայց ցավոք սրտի եղավ։ Ինչու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չի ասել, չգիտեմ, իրան հարցրեք։ Ինչու Սերժի ժամանակ չի ասել, չգիտեմ։ Ինչու Արցախյան պատերազմի ժամանակ զանգերը չխփեցին, չգիտեմ։ Բայց այս ամենով հանդերձ ես համարում եմ, որ 2 տարի ազատազրկումը ոչ այդքան արդար է։ Սա արդար չէ։ Ես ասեցի ինչը կլներ արդար մոտավորապես։ Մեր երկրում լիքը հանցագործներ կան, որոնք որ պետք է կրեն իրենց պատիժը, բայց չեն կրում, ազատ ֆրֆռում են։ Ես ուզում եմ մի հատ մեր իրավապահ մարմիններին եւ вообще դատական համակարգը, այդ չգիտեմ ոնց եք դուք աշխատում, ինչ абսուրդային ձևով եք աշխատում, որ դուք մարդկանց անհամաչափ պատիժներ եք նշանակում, որոնց մասին ես նոր խոսեցի, բայց ինձ հասած տվյալներով, հա, Հայաստանում սենց ասեմ, որ լավ ընկալեք, էլի բարիկները ձերբակալվում են, եթում են բերդ, 2 ամիս հետո դուրս են գալի։ Դուք հասկանում եք անարդար մեր երկրի արդարադատությունը ինչ հզորությամբ է կաղում, ոնց է քանդում իր երկիրը, առանց արդարադատության ինչ երկիր։ Մարդիկ փախնելու են այդ երկրից, որտեղ որ արդարադատություն չկա։ Որտեղ որ սպանություն կա, մարդը տնային կալանքում է։ Որտեղ որ խոսք կա, մարդը 2 տարի դատապարտվում է։ Որտեղ որ մեղադրվում է մարդը զենք ունենալու մեջ, անօրինական, բայց զենքը չեն գտնում տնային կալանքում է։ Այնտեղ որտեղ որ զենք կա եւ սպանություն կա, չնայած անմեղության կարգավարկած էլի չխախտելով, բայց դեպքը կա, զենքը կա, բայց նորից տնային կալանքում է։ Որտեղ որ մարդ քֆուրա տվե 7-8 ամիս նստած է, որտեղ որ մարդ քֆուրա գրել կամ տվել, որ էլի օթի մեջ կախված է, ոչ մեկին նենց օբշի վնաս չի տվե, էլի 1 տարի 7 ամիս է նստած, 9 ամիս տունն է նստած, ընտանիքին պահելու հարց կա ու էլի անարդար որոշումներ է կայացվում։ Այս երկրում այսպիսի մտնոլորտում ոնց եք դուք պատկերացնում, որ մենք չպայքարենք, հա, արդարության համար։ Մենք հիմի պայքարում ենք արդարության համար, պայքարողների մասին է խոսքը։ Մենք հիմի պայքարում ենք մեր պետականության համար։ Որտեվ դուք էլ պետքա մաքրվեք մեր իրավապահ կամ այդ դատարանին ոնց են ասում, հա, այդ դատավորներից, այդ ամեն ինչից մենք պետքա մաքրվենք։ Այդ պաշտոնյաներից նույնպես պետքա մաքրվենք։ Այդ 5 համի նայեք ժողովուրդ ջան, մի հատ էլ արդարությունից որ խոսում ենք, Լևոն Տեր-Պետրոսյան ասում է Նիկոլին ակապնում է, Նիկոլը սենց, Նիկոլը նենց, Նիկոլը էս արեց, այն արեց, քանդեց, նենց դուրս չգա Նիկոլին են պաշտպանում, բայց ինչ կա, այն ասում եմ։ Բա Լևոն Տեր-Պետրոսյան, բա դու չես ասում, լսի, այդ որ Ռոբերտ Քոչարյանին ով բերեց անօրինական կերպով սարքեց նախագահ։ Մեկը թլասեք, Լևոն Տեր-Պետրոսյան, դու չես բերել Ռոբերտ Քոչարյանին, անօրինական, ասկի Հայաստանի քաղաքացի չի եղել, դու բերել ես Արցախից, նրան նշանակել ես, դու նշանակել ես նրան։ Հասկանում ես, դու նշանակել ես նրան երկրի նախագահ, մի հանցագործի բերել ես նշանակել ես երկրի նախագահ, նա արդեն հանցագործավոր, միայն որ դառավ Հայաստանի նախագահ, անօրինական կերպով դառավ հանցագործ։ Եվ այդ հանցագործությունը կազմակերպել ես դու Լևոն Տեր-Պետրոսյան։ Ռոբերտ Քոչարյանը իր հերթին, հա, չասեմ իր ժամանակներով հոկտեմբերի 27-ից բռնած, բարև ռոբով, բանով, այդ ամեն ինչ էլ չասեմ, 100 անգամ ասել են։ Իր հերթին արյունով բերեց Սերժ Սարգսյանին, արյունով Սերժ Սարգսյանին բերեց, ինքն էլ իր հերթին իր այդ ամեն ինչով բերեց Նիկոլին։ Հիմա կասեք Նիկոլը եկավ, դառավ, հաղթեց, չհաղթեց, կապ չունի, իր արած քայլելով է, քայլերից հետո է, չէ՞, Նիկոլը դարձել վարչապետ։ Այսինքն այս ամենի գլխավոր հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյան դու ես։ Մեր երկրի դժբախտության անունը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ինչ եղե չի եղե, քո այն դիրիժորական քայլերից հետո է եղել։ Այսօր այսքան ըստեյություն հաջողություն։